Պարոն Վարոսյան, եթե կա մի համբերության բաժակ, որ կարող է լցվել, դա իմն է, ոչ թե ձերը։ Իմ համբերությունն է հատում։ Հիմա զգուշ խոսիր։ Քո ամեն մի անզգուշ արտասանած խոսքը կարող է շուռ գալ քո դեմ։ Ինչքան էլ որ քեզ սիրեմ, պետք չի իմ համբերությունը չարաշահել։ Էս ինչ է։ Էս ամուսնություն, հա։ Մենք պայման ենք կապել, Վարուժան, պայման։ Եվ ես հետևողականորեն արդար ձևով պահպանում եմ մեր պայմանի բոլոր կետերը, իսկ դու շարունակ խախտում ես, անում ես բաներ, որոնք կապ չունեն մեր ամուսնական պայմանագրի հետ, ազնիվ չի։ Հիմա ես տղամարդ եմ։ Մարդ, որը սիրում է, զգացմունք է տածում քո հանդեպ։ Ես չեմ կարող անդադ քեզ հետ լինելու ինձ ռոբոտի պես պահել։ Ես պողպատյա չեմ, իմ նյարդերը մետաղալարերից չեն։ Իսկ ինձ թվում էր, պողպատյա ես, համենայն դեպս այդպես եմ լսել, վարազը պողպատյա նյարդեր ունի։ Ծաղրում ես ինձ, հա։ Ոչ, ամենայն լրջությամբ եմ ասում, միանգամայն լուրջ եմ ասում։ Միանգամայն։ Այո, միանգամայն։ Մայրի խոսնա։ Նա է տենց խոսում։ Ներեցեք մահերնով է։ Հաստատ։ Ճիշտ ես ասում։ Միանգամայն։ Դե որ ճիշտ ես ասում։ Ինչի՞ չես թողնում, որ քեզ մատով անգամ դիպչեն։ Վարուժան, մենք պայմանագիր ունենք։ Դու ինձ առաջարկեցիր 10 օր քո տանը ապրել։ Քեզ հետ, այսպես կոչված համատեղ կյանքով, որպես նախամուսնական փորձնական շրջան։ 10 օրը դեռ չի վերացել, եւ դու էլ որդուս դեռ չես ազատել, եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, կարող ես ինձ ուղղել։ Ես մեր պայմանագրի բոլոր կետերը պահում եմ եւ նույնն էլ ակնկալում եմ քեզնից։ Լավ։ Տեղ, մեկի հետ պայմանավորված եմ։ Մեքենայով եմ, սպասի, ես քեզ կտանեմ հեսա։ Չէ, պետք չի, ես ուշանում եմ։ Ալաջա, սպասի, ինչ է, մի կում կոֆե մնացել, խմեմ, գալիս եմ, էլի ես կտանեմ։ Ռուբո, ասացի պետք չի, տաքսի եմ կանչել, սպասում եմ, ուշանում եմ։ Այսօր գնալու եմ Նելի մոտ։ Գնում ես գնա։ Սենց էլ ապրում ենք։ Որ կորավ ես մարդը։ Աղջի կարող ա քեզ մի բան ասած լինի, բայց ինչ պետք է ասած լինի, դու էլ ինձ հետ քաղաքում ես։ Սիրտդ բան չի վկայում, ինգա ուր կլինի Հայկը, հա։ Այ, լսի, կարող ա մտածել է 2 օր քաղաքում ենք, ծլկելա։ Հա, տունները սրբաստարար չլինի, ինգա։ Աղջի ջան, հլարի գնանք տեսնենք, ամեն բան տեղում, հա, հլարի։ Հասա, տեղը բան չի տարել, հա, բան չի տարել, պրոստը գնացել, հա,
Դա ավելի լավ։ Թող գնա։ Որ մնացել էր ինչներիս էր, ինչ պետք է ավելանար, չէ ինգա։ Ահա։ Հա, սպասի, նամակը։ Նամակ, ահա։ Ինգա, հետաքրքիրա տեսնես ինչա գրած մեջը։ Պարզում է, Էմանա գրել Հայկին էս նամակը։ Ինգա ջան, չբացենք կարդանք։ Ինգա, դու կարդամել է։ Աղջի դե ինչ պետք է լինի, յա, ով պետք է իմանա։ Մարդիկ այնպես բաներ են անում, չեն ամաչում, նամակ կարդալն ինչ է, դու հլա։ Այ այտենց միամիտ մաքուր ես, դրա համար էլ էդ օրին ես էլի։ Քո թայերը վաղուց 2 երեխա ունեն, իսկ դու տանն ես մնացել, դու հլա։ Դուր ինգա։ Աղջի դուր։ Ինգա։ Ես բոլոր տարբերակները փորձեցի, ամեն միջոցի դիմեցի, մի վերջին հնարավորություն է մնացել, դա էլ պիտի փորձեմ, ամեն ինչ պիտի փորձեմ, միայն թե փրկեմ Նանային գորից։ Ախ, եթե Մարլենն էստեղ լիներ Նանան վաղուց… Բարև, կներես մի փոքր ուշացա, ճիշտն ասած Ռուբոն տանն էր, մի կերպ դուրս եկա, շուտ ես եկել։ Ոչինչ, սուրճ կխմես։ Չէ, մի սառաբան, սուրճ չեմ ուզում։ Բարև ձեզ, մենյուն բերեմ։ Չէ, կարիք չկա, ինչ շուտ ունեք։ Խնձոր, բանան, նարինջ, թուրինջ, ինչ կցանկանայիք։ Նարինջ։ Հիմա կբերեմ։ Շնորհակալ եմ։ Երեք հաջող անցավ հանդիպումդ։ Ինչ հանդիպում։ Են կնոջ հետ։ Այդպիսի հարցեր դուր։ Այդպես խոսիր, որ հույս ունենամ։ Թե չէ երբեմն ես թվում է, որ մենք ոչ թե նոր կյանք ենք դուրս եկել, այլ ռինգ ենք մտնում։ Այնքան էլ չես սխալվում։ Հիմա այդ հարցը դե լա ռինգի վերաբերում։ Չի բացառվում։ Ով էր այդ կինը, կարող եմ իմանալ։ Իհարկե։ Հարցդ ուրախացրեց ինձ։ Ուրախությամբ կպատասխանեմ։ Մարլեն Բերոյանի կինը։ Աննա։ Պատկերացրու, այո։ Ինչու էր գնացել նրա մոտ։ Ես չէի գնացել։ Նա ինքը զանգեց, պաղատեց, որ հանդիպեմ իր հետ։ Եվ վերջը։ Վերջը շարունակեց խնդրել, պաղատել, վերջում հասավ աղաչանքի։ Վարուժան, ինչեր ես ասում։ Չես կռահում։ Աղջիկը համար էր։ Նանայի։ Ասաց, եթե Արմենին ազատում ես, ուրեմն իմ աղջկան էլ պիտի ազատես։ Ինչ որ արել են, նրանք միասին են արել։ Եվ դու ինչ պատասխանեցիր։ Չես կռահում։ Ոչ։ Ես նրան պարզ բացատրեցի, որ ինչքան էլ միասին կերած լինեն իրանց կերածը, կնոջ ու տղամարդու մեղքը այդ հարցում հավասարաչափ չէ, տարբեր է։ Այսինքն, եթե տղամարդը կապված է ամուսնացած կնոջ հետ, այդ տղամարդը կարա գլուխ գովանի։ Մանավանդ եթե սիրու ամուսինը անունով մարդ է, իրանց ինչ-որ բան է ներկայացնում, ոնց որ գոռը։ Այդ դեպքում տղամարդուն կհասկանան, իսկ կինը կնոջ վզից պետք է տախտակ կախել ու վրան էլ գրել անբարոյական, որով որ հասնի թքի երես։ Այդ կանդիցաները անջատի ուղիղ մեզ վրա է փչում։
Ճիշտ ասի, չէ՞, մեր վրա է փչում։ Այո։ Ինչ-որ տխրեցիր։ Չէ, ոչինչ։ Տխրեցիր։ Ոչ։ Համաձայն չես իմ կարծիքի հետ, որ սխալ բան կար ասածներիս մեջ։ Ոչ, ցավոք սրտի ոչ։ Հարկ ես Տեր Աստված, մի բանում համաձայնվեցիր ինձ հետ։ Ուրեմն որոշել ես չօգնել